Եթե օրվա թոփ տեղեկությունը հավակնում էր լինել կառավարության կազմում մի շարք նոր նախարարների նշանակումը, որոնց մասին հրամանագրերը նախագահական նստավայրը հրապարակել է սեպտեմբերի 20-ին, ապա օրվա երկրորդ կեսին արդեն տեղեկատվական ուշադրությունը շեղվեց Գյումրիի ուղղությամբ, որտեղից ստացվեց քաղաքապետի Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու սպանության կամ ինքնասպանության մասին ողբերգական տեղեկությունը։ Հիշեցնենք, որ Գյումրին պատրաստվում է հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններին, որոնք խոստանում են աննախադեպ թեժ լինել ու ինտրիգային։ Գյումրիի ընտրություններին մասնակցում են ըստ էության բոլոր առանցքային քաղաքական ուժերը եւ մի շարք փորձագետների գնահատմամբ Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իհարկե ոչ ամբողջությամբ, սակայն ինչ որ առումով հիշեցնելու են գալիք խորհրդարանական ընտրությունների որոշակի, այսպես ասած, պիլոտային տարբերակը կամ մանրակերտը։ Եվ ահա այս ֆոնին Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից մեկի որդու վերաբերյալ ստացված տեղեկությունն իսկապես ամպրոպ է խաղաղ երկնքում։ Թեև սա իհարկե աշնանային տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թափված առաջին արյունը չէ։ Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ բռնություն տեղի ունեցավ Էջմիածնում քաղաքապետի իշխանական թեկնածու գեներալ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանի եւ նրա մրցակցի միջև։ Արդյունքում կրակոցներ, հիվանդանոց, ծեծ, ջարդ, մրցակիցը մեղադրում էր Գրիգորյանին եւ նրա խմբին իրեն ծեծելու համար, իսկ Գրիգորյանն էլ հայտարարում էր, որ իր վրա կրակել են։ Եվ ահա այս ֆոնին, Էջմիածնի այս միջադեպի ֆոնին, արդեն առավել թեժ եւ ինտրիգային Գյումրիում զոհ քաղաքապետի թեկնածուներից մեկի որդին։ Իհարկե իրավապահները դեռ պետք է պարզեն, թե ինչքանով է սպանությունը կամ ինքնասպանությունը կապված ընտրական գործընթացների հետ։ Սակայն կասկածից վեր է նաև, որ ինչքան էլ իրավապահները որևէ դեպքում բացառեն այդ կապը, հանրային ընկալման մեջ այն պահպանվելու է։ Այսպիսով խորհրդարանական ընտրություններին նախորդող եւ սրանով իսկ առանձնահատկություն ստացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ըստ էության բավական լայն քայլերով վերադառնում են Հայաստանում հաստատված, այսպես ասած, ավանդական նախընտրական ավանդույթներ։ Սա իհարկե մարդկային առումով ողբերգական լինելուց հետո նաև չափազանց վտանգավոր է հասարակական, քաղաքական, հանրային զարգացումների տեսանկյունից։ Առավել ևս, որ այդ զարգացումները ներկայումս ընտրությունների գործընթացում են դե յուրե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, սակայն դե ֆակտո նաև համապետական մակարդակում, որտեղ ոչ ընտրությունների գործընթացով, սակայն ըստ էության տեղի է ունենում ընտրական մասշտաբի իշխանական վերադասավորում։ Նման դեպքերում ըստ էության արդեն ավելորդ է ասել նաև, որ իրավապահները պետք է լիարժեքորեն բացահայտեն հանցագործությունը։ Նման լիարժեք բացահայտման կարիք ունեցող հանցագործությունները Հայաստանում ըստ էության չափից շատ են, եւս մեկ անգամ նման արտահայտություն կրկնելու համար։ Սերժ Սարգսյանն այսօր կատարել է նոր կառավարության առաջին նշանակումները, որոնցում առկա են հետաքրքրական փոփոխություններ։ Մասնավորապես իրենց պաշտոնավարումը չեն շարունակելու տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Այս երկու գործիչներն իհարկե առանցքային ֆիգուրներ էին, արկա գործող իշխանական համակարգում, իհարկե ամեն մեկը յուրովի եւ տարբեր բնույթի, սակայն նրանք ըստ էության գործող համակարգի առանցքային խորհրդանիշներից էին։ Եվ այս առումով Կարեն Կարապետյանին փոփոխությունների խորհրդանիշ հռչակելով Սերժ Սարգսյանը փաստորեն կառավարության կազմից հեռացնում է, այսպես ասած, գործող համակարգի խորհրդանիշներին։ Կբերի այս փոփոխությունը որակական փոփոխությունների, թե ընդամենը հին դիմափոշին կփոխվի նորով, ավելի թարմով, իհարկե ցույց կտա ժամանակը։ Իհարկե այսքանով կառավարության ձևավորման ինտրիգը ոչ միայն չի ավարտվում, այլև ըստ էության դեռ նոր է սկսվում, քանի որ դեռևս բաց է մնում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հարցը, միաժամանակ նաեւ Հայ-հեղափոխական դաշնակցության պորտֆելների հարցը, նկատի առնելով կառավարության ղեկավարի կարգավիճակում Կարեն Կարապետյանի առաջին քայլերով դրսևորված Կարապետյան դաշնակցություն որոշակի կոնֆլիկտի կամ առնվազն ներքին լարման արկայությունը։ Այս ամենն իհարկե բոլոր դեպքերում առանցքային է պահում հարցը, թե ինչքանով են այս փոփոխություններն ընդամենը կառավարության կամ իշխանության շպարի թարմացում եւ ինչքանով են էական եւ շոշափելի ազդեցություն թողնելու հանրային կյանքի բարելավման ուղղությամբ։ Մյուս կողմից իհարկե տեղի ունեցող գործընթացի հակառակ երեսն այն է, թե ինչ ազդեցություն են ունենալու փոփոխությունները ներիշխանական
հարաբերություններում։ Մասնավորապես Գագիկ Բեգլարյանի հեռացումը կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնից արդյոք բերելու է նաեւ նրա ներիշխանական դերի վերանայման, թե նախարարի պաշտոնը կարող է կոմպենսացվել օրինակ պատգամավորի կարգավիճակով եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում որևէ անցողիկ տեղով։ Տեղի է ունենում ներիշխանական ստատուս քվոյի փոփոխություն, թե պարզապես դիրքային վերադասավորումներ։ Այս ամենն իհարկե քիչ թե շատ ավելի պարզ կարող է դառնալ միայն կառավարության վերջնական ձևավորումից հետո, երբ նշանակվեն նաև առընթեր գերատեսչությունների ղեկավարները, քանի որ կոնկրետ ներկայիս փոփոխություններում հետաքրքրություն ներկայացնում են ոչ միայն եւ ոչ այնքան նախարարների նշանակումները կամ վերանշանակումները, այլ նաև մի նշանակում նախագահի աշխատակազմում։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որը երկար տարիներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության պաշտոնավարման շրջանում ղեկավարում էր հանրային հեռուստաընկերություն, իսկ վերջին տարիներին կատարում էր Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունը։ Այս տեսանկյունից գործ ունենք իսկապես ներիշխանական լայն ճակատով տեղի ունեցող մեծ դիապազոնով փոփոխությունների հետ, որոնց ընդհանուր միտումն իհարկե արկա մասշտաբի պայմաններում բավական բարդ է արձանագրել առաջին մեկ հայացքով։ Ըստ ամենայնի ինքնին այդ ընդգրկուն դիապազոնը նպատակ ունի նաև այսպես ասած ապակողմնորոշել ներիշխանական համակարգը, դրա միջոցով փորձելով հաղթահարել այդ փոփոխությունների հնարավոր համակարգային դիմադրության օջախները։